Ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը ինչպես է վերջին ամիսներին, այդ հարաբերությունները ինչպես են ազդել մեր տարածաշրջանի եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։ Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին ամիսներին, ինչպես հայտնի է, գրանցել են բավական բարդ իրավիճակ եւ ռազմական, եւ քաղաքական, եւ տնտեսական ոլորտներում, եւ այդ բարդ իրավիճակը կարող ենք ասել շարունակվում է, եւ եթե ներկայիս վիճակը գնահատենք, ապա կարող ենք ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են վակուումային բարդ իրավիճակում, քանի որ այնքան են խորացել այդ հակասությունները եւ այնքան քիչ են այն դրական տենդենսները, որ կարող են այդ հարաբերությունները կրկին վերադարձնել բնականon հուն, ուստի ստեղծվել է նման իրավիճակ։ Բայց կարող ենք ասել նաեւ, որ վերջին օրերին հատկապես եւ Ռուսաստանի Սիրիայում իր համար ռազմավարական դիրքերը ապահովելուց հետո որոշակի մեղմացման տենդենսներ նկատվում են առնվազն հայտարարությունների վիճակով, բայց այդ հայտարարություններում էլ իրենց հերթին հակաթուրքական տենդենսները եւ հակառուսական տենդենսները շարունակում են դոմինանտ մնալ, այսինքն մի կողմից հայտարարվում է եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ ռուսական, որ իրենք պատրաստ են բարելավել հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ շեշտում են, որ Թուրքիան իսլամական պետության դաշնակիցն է եղել առնվազն, մյուս կողմից է Թուրքիան հայտարարում է, որ կրկին պատրաստ է բարելավել հարաբերությունները, բայց Ռուսաստանը անեքսիա ենթարկել Ղրիմը եւ այլն, այսինքն կարող ենք ասել այդ վակուումային վիճակը շարունակում է գերակայող լինել։ Եվ արկա տենդենսների մասին խոսելով նաեւ կարող ենք ասել, որ քանի որ Սիրիայում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել ճգնաժամի եւ ուժային տարբերությունները ել ավելի գերակայող են դառնում, դա կարող է ազդել նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ գոնե կարգավորման նախանշանների վրա։ Ինչ վերաբերում է ազդեցություններին, ապա կարող ենք ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների այս բարդ իրավիճակը ունի իր թիրախային կետերը եւ մեզ համար հատկապես կարեւոր է Հարավային Կովկասում այդ թիրախները եւ թիրախների շուրջ ծավալվող լարվածությունը։ Ինչպես նկատել ենք եւ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության հենց սկզբից առնվազն երկու կարեւոր ուղղվածություն կար։ Մեկը Սիրիան, մյուսը Հարավային Կովկասը։ Եվ եթե Սիրիան թեժ էր եւ այնտեղ Ռուսաստանի եւ Թուրքիայի բախումը շատ իրատեսական էր, շատ շոշափելի էր եւ ամենօրյա էր, եթե կարելի ասել, ապա Հարավային Կովկասում դա ենթատեքստային բնույթ էր կրում։ Եվ այդ ենթատեքստային բնույթի մեջ իհարկե Հայաստանի հետ շահկապված այլ խնդիրներ գալիս էին օրակարգ։ Մասնավորապես առաջնային էր դառնում Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները, դրանից բխող լարվածությունը, ինչպես թուրքական կողմի համար, այնպես էլ ռուսական կողմի համար այդ հարցը դառնում էր դոմինանտ, դառնալով հասարակական քաղաքական քննարկումների թերևս օրակարգի ամենաառաջին նյութերից մեկը, ինչպես նաեւ ի հայտ էր գալիս Հարավային Կովկասի այլ սառեցված հակամարտությունների խնդիրը, մասնավորապես Ղարաբաղյան խնդիրը, շահկապվելով Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերություններից, ինչպես նաեւ Օսեթիայի եւ Աբխազիայի հարցը, որը թուրքական կողմից անընդհատ շահարկման ենթարկվում է եւ վերջին շրջանում էլ ավելի էր ակտիվացել այդ շահարկումը։ Բայց եթե այսպես ամփոփենք, կարող ենք ասել, որ այդ ենթատեքստային լարվածության մեջ ի հայտ եկավ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների որոշակի խորքային հակասություններ եւ մասնավորապես այն, որ այս լարվածության ֆոնին Թուրքիան ավելին էր ակնկալում Ադրբեջանից, բայց Ադրբեջանը փորձեց ավելի այսպես ասած դիվանագիտական պահվածք որդեգրել եւ այն լարվածությունը, որը ակնկալում էր Թուրքիան, այսինքն լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնուհետ այդ լարվածությունը փոխանցել ռուս ուրեմն հայկական հարաբերություններ այդտեղից էլ շղթայականով դեպի Ղարաբաղ, քանի որ հենց այդ լարված օրերին էր, որ Դավութ Օղլուն մի քանի անգամ շեշտեց Ղարաբաղի հարցը, Ադրբեջանի այսպես կոչված տարածքների հարցը, բայց դա այսպես ասած Հարավային Կովկասում էսկալացիայի նոր օջախ
եւ բուրըն այսպես ծավալվող օջախ այդպես էլ հնարավոր չեղավ ստեղծի, նա չկարողացավ ըստ էության ստեղծել եւ ուրեմն կարող ենք ասել, որ այդ ենթատեքստային լարվածությունն այդպես էլ մնաց ենթատեքստային եւ հիմա երբ որ հարաբերությունները ավելի լարվածության, այսպես ավելի նվազման միտում է ակնկալվում, հարավային Կովկասում էլ այդ ենթատեքստային լարվածությունը էլ ավելի դառնում է ոչ, այսպես ասած, օրակարգ։ Արմենքան Պուտինի խոսնակը մեկնաբանել այդ միջնորդությունների հարցը եւ ասել էր, որ բոլոր միջնորդությունները դատապարտված են ձախողման։ Նախ ինչ է ուզում ասել Մոսկվան, որ սպասում է ներողության, երկրորդը Ադրբեջանի համար ինչ պայքար գնաց այս ընթացքում։ Այստեղ շատ հետաքրքիր է Ադրբեջանի հետ կապված զարգացումները երկու առումով։ Ինչպես ասացի, Թուրքիայում եւ հասարակական եւ քաղաքական շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ խորացավ այն անվստահությունը եւ փոքր եղբոր, այսպես կոչմանը ավելացավ փոքր ապերախտ եղբոր, այսպես կոչումը, քանի որ Թուրքիան, ինչպես ասացի, ակնկալում էր ավելի ակտիվ քայլեր Ադրբեջանից։ Մյուս կողմից Ադրբեջանի այն դիվանագիտական հայտարարությունները, թե ինքը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Թուրքիա եւ Ռուսաստանի միջև, շատ քաղաքագիտական շրջանակներում եւ քաղաքական շրջանակներում շփիտով էր ընկալվում եւ Պեսկովի հայտարարությունը ցույց տվեց, որ Ադրբեջանը խաղացող չէ, կամ էլ եթե նույնիսկ խաղացող է, ապա շատ քաշային այլ կատեգորիայում է խաղացող եւ չի կարող հանդես գալ որպես միջնորդ երկու գերտերությունների միջև։ Այսինքն Ադրբեջանի ռուսական, այսպես քաղաքականությունը կամ նրա առաջարկը դառնալ միջնորդ տապալվեց եւ դրան գումարված Ադրբեջանի հեղինակությունը Թուրքիայում եւ վստահությունը Թուրքիայում կրկին ուրեմն վնաս ստացավ եւ ինչպես հայտնի համացանցում շատ տարածված այդ տեսանյութում ուրեմն Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի նախագահի ողջագուրումը ուղղակի այսպես ասած մակերեսային է, ծաղրի առարկա էր նաև հենց Թուրքիայում, քանի որ ողջագուրումից այն կողմ իրական քաղաքական քայլեր չկան եւ ինչպես որ Ադրբեջանը Թուրքիայի հասարակության համար շարունակում էր մնալ այսպես անկոչ գավառից ժամանած անկոչ հյուր, այնպես էլ շարունակում է այդ ընկալումը խորանալ եւ ինձ համար ուղղակի շատ հետաքրքիր է դիտարկել, որ Թուրքիայի քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում վերլուծություններում գնալով ավելի շատ է գերիշխում այն տենդենսը, որ այնինչ ակնկալվում էր փոքր եղբայր Ադրբեջանից քրիտիկական պահին չարվեց եւ ուղղակի սահմանափակվեցին դեկլարատիվ հայտարարություններ։ Եթե ամփոփենք, ապա կարող ենք ասել, որ այն հարավային Կովկասում լարվածության եւ դրանից բխող Ադրբեջանի դերի բարձրացում չեղավ, նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ այսպես եղած շարժառիթները չկարողացան վերածվել ավելի կոնկրետ շոշափելի քայլերի։ Երբ որ ասում ենք ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության նվազում, մենք նկատի ունենք ավելի շատ, որ այն ռազմական հայտարարությունները, այն հավանական սցենարները, որ կարող է լինել ռուս-թուրքական ռազմական բախում, մեծածավալ կամ փոքրածավալ, ռազմական բախում Թուրքիայում կամ Սիրիայում կամ նույնիսկ հայ-թուրքական սահմանին, հիմա այդ վտանգը կարելի ասել որոշակիորեն նվազել է, բայց այն, որ ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ լարված, տնտեսական ոլորտում, տուրիստական ոլորտում եւ այլն, դա ակնհայտ է, բայց կարող ենք ասել էսկալացիան, լարվածության մի պաուզա է վերցրել եւ գնում է դեպի նվազում, բայց դա չի նշանակում, որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ արագ կարող են վերադառնալ այսպես բնականon հուն եւ նախկին բարի դրացիական հարաբերությունները հիմա վաղ է խոսել դրանց մասին եւ այդ համատեքստում Հայաստան-Թուրքիա սահմանը կամ ուրեմն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները եւ Հայաստանում տեղակայված ռուսական բազաները, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ այս ամենը շարունակում են մնալ դոմինանտ եւ կարող ենք ասել, որ հայ-թուրքական սահմանը շատ հետաքրքիր սահման է մի քանի առումներով։ Նախ եւ առաջ նկատենք, որ դա սահման է Եվրասիական միության եւ ուրեմն Եվրոպական տնտեսական միության, քանի որ Թուրքիան Եվրոպական տնտեսական մաքսային միության անդամ է։ Երկրորդ դա ըստ էության նախկին սառը պատերազմի գծած սահմանն է, որը ամեն այսպես ասած տարածաշրջանային լարվածության ժամանակ վերադարձնում է իր նախկին ստատուսը, այսինքն դառնում է սառը պատերազմի հետաքրքիր մի սահման, եւ երրորդ ի վերջո դա
երկու ուժային կենտրոնների, երկու ուժային բևեռների ըստ էության հատման սահմանն է։ Մի կողմից ռուսական, իսկ մյուս կողմից արևմտյան, այսինքն ռուսական եւ նատոյական։ Եվ այս համատեքստում Հայաստանի դերը կամա թե ակամա ավելի մեծանում է։ Ես կարծում եմ, որ ինչպես որ այն օրերին, լարվածության օրերին այդքան էլ իրատեսական չէր մեր սահմանին ռազմական գործողությունները, հիմա ավելի քան այդ հավանականությունը նվազում է։ Լեռնային Ղարաբաղի հարցը միշտ Ադրբեջանի կողմից ցանկացած ուրեմն միջազգային բարդ իրավիճակում, տարածաշրջանային բարդ իրավիճակում փորձ է արվել ուրեմն շահարկել եւ ներկայացնել այլ ուրեմն կոնֆլիկտների համատեքստում։ Այս անգամ նույնպես դա բացառություն չէր եւ եթե նկատել ենք հենց այդ լարվածության օրերին Ադրբեջանը նույնպես բավական ոգևորված էր, փորձում էր այս լարվածությունից իր համար դրական քայլեր ակնկալել, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ դրանք տարբեր կոնֆլիկտներ են, տարբեր հարթություններում գտնվող կոնֆլիկտներ են եւ պետք չէ ցանկացած տարածաշրջանային լարման պարագայում այդ տարածաշրջանում եղած բոլոր կոնֆլիկտները ներառել մեկ ամբողջության մեջ։ Սա մի կոնֆլիկտ էր, որը ծագել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև կոնկրետ ռազմական ուրեմն բախման պատճառով եւ շատ, այսպես ասած, ֆանտաստիկ մտածողություն պետք է ունենալ, ինչպեսին էին ադրբեջանցի տարբեր քաղաքական գործիչների մտածողությունը, այդ կոնֆլիկտը վերածել ավելի լայնամասշտաբ կոնֆլիկտի եւ դրա մեջ ներառել ուրեմն Ղարաբաղյան հարցը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես տարածաշրջանային լարվածությունները պետք է դիտարկել առանձին հարթությունում եւ պետք չէ ամեն անգամ Ղարաբաղյան խնդիրը, որը բավական ուրույն խնդիր է, բավական ճանապարհ անցած, եթե կարելի ասել, խնդիրը եւ տեղավորվում է միջազգային իրավունքի տարբեր հարթություններում, տեղավորել, ասենք, Ռուսաստանի հակաաբեկչական պայքարի կամ Ռուսաստան-ՆԱՏՕ ուրեմն հակասությունների համատեքստում։ Վերջին հարցը ամերիկացի վերլուծաբան Ֆրեդերիկ Սթարը Central Asia կազմակերպության նախագահ ասաց, որ ռուս-թուրքական հարաբերությունները ավելի շատ են Հայաստանի ներկայացում ռուսական ազդեցության տակ։ Ես այն կարծիքին եմ, որ նման վերլուծությունները, որ այսինքն Ռուսաստանի եւ Արևմուտքի կամ Ռուսաստանի եւ Թուրքիայի լարվածությունը Հայաստանում ավելացնում է պրոռուսական տրամադրությունները, Հայաստանին ստիպում է զինվել, Հայաստանին ստիպում է ավելի շատ մտածել հայ-ռուսական ռազմական դաշնակցության մասին, մի փոքր հին մտածողության արդյունք են, սառը պատերազմի, այսպես մտածելակերպի արդյունք են, քանի որ երբ որ մի քիչ ավելի մասնագիտական կամ մի քիչ ավելի խորքային ենք նայում խնդիրներին, ապա տեսնում ենք, որ դրանք բոլորովին այլ հարթությունում են գտնվում, այսինքն Հայաստանը չէր կարող մտածել հայ-ռուսական ռազմական կամ դաշնակցային հարաբերությունների մասին միայն այս պահին, քանի որ թուրքական սպառնալիքը միշտ էլ եղել է, սկսած Հայաստանի անկախացման ամենաառաջին ամիսներից, վերջացրած ամեն անգամ տարածաշրջանային տարբեր լարվածության ժամանակ։ Եվ նկատենք, որ Թուրքիայի մի քանի նախագահ կամ մի քանի վարչապետ տարբեր առիթներով հայտարարել են Հայաստանի նկատմամբ իրենց ռազմական ագրեսիվ մտայնությունների մասին, անգամ Թուրքիայի երկու նախագահներ հայտարարել են Երևանը ռմբակոծելու մասին, Թուրգուտ Օզալը եւ Սուլեյման Դեմիրելը։ Եվ այս համատեքստում Հայաստանին պետք չէր նման լարվածության ժամանակ նոր միայն մտածել հայ-ռուսական ուրեմն դաշնակցային հարաբերությունների մասին։ Ես կարծում եմ, որ այս կոնտեքստում Հայաստանը շատ ավելի սառը մտածողություն ունի։ Մենք Ռուսաստանի հետ ունենք եւ ՀԱՊԿ-ի հետ ունենք ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, դա նաեւ մեր անվտանգության որոշակի գառանտն է եւ առաջին հերթին մեր բանակը եւ նման վերլուծությունները չեմ կարծում, որ բխում են արդի իրողություններից եւ օբյեկտիվ իրողություններից, նման վերլուծությունները ցույց են տալիս ավելի շատ քաղաքական, քան թե խորքային տրամադրությունները այդ շրջանակների եւ արկա իրողություններին ավելի ծանոթ մասնագետները եւ պատմությանը ու նախապատմությանը ծանոթ մասնագետները բոլորովին այլ կարծիք ունեն եւ նաեւ ուզում եմ փաստել, որ նմանատիպ կարծիքներ ունեն ինչպես արևմտյան, այնպես էլ թուրք տարբեր օբյեկտիվ վերլուծաբաններ, որ հայ-ռուսական ռազմական այսպես հարաբերությունները չեն կարող ունենալ այլընտրանք այս պահին Հայաստանի համար եւ Հայաստանի կողմնորոշումները չեն կարող պայմանավորված լինել տարածաշրջանային լարվածություններով, քանի որ Հայաստանը անկախ տարածաշրջանային լարվածություններից միշտ ունի լարված հարաբերություններ Թուրքիայի հետ, որն էլ բխում է այդ երկրի քաղաքական մտածողությունից։